«2013 թվականին Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման ազգային ժողովը անցկացրեց իր 3-րդ և 4-րդ նստաշրջանները։ 2013-ին ազգային ժողովում նորամուծություն էր էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, որը քննում է падգամավորների վարքը։ Նախագահական ընտրություններից հետո կազմավորված նոր կառավարությունը ներկայացրեց իր գործունեության ծրագիրը 2012-2017 թվականների համար։ Նույն կառավարությունը տարվա վերջին օրենսդրի դատին ներկայացրեց 2014 թվականի բյուջեի նախագիծը։ Երկու դեպքում էլ ընդդիմադիր падգամավորները սուր քննադատության ենթարկեցին կառավարության առաջարկները։ Հավանաբար Հանրապետական կուսակցության մեծ գաղափարախոս Գալուս Գրիգորիչը իր ելույթներից մեկում վերջերս ասաց այդ մասին, որ ձեզնից լավը չկա, պարզվում է։ Ինքը այդպես ասեց, մենք ամենից լավը չենք, բայց մեզնից լավը չկա, դա շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Ինք հավանաբար կառավարությունը այդ խոսքերը լուրջ է ընդունել։ Նորից բյուջե եք բերել, նորից միայն ծախսեր։ 1200 էջից եկամուտների վերաբերում 1 էջ։ 2013 թվականին խորհրդարանի ուշադրության կենտրոնում էր վերահսկիչ պալատի գործունեությունը։ Վերահսկիչ պալատի նախագահը Գարնանային նստաշրջանին ազգային ժողովի դահլիճում բարձրաձայնեց պետական միջոցների չարաշահումների մասին, ինչը զարմացրեց Հովիկ Աբրահամյանին։ Սրա 1 մետրը 110 դրամ է։ Եթե ավելացնում ենք ավելացրած արժեքի հարկը, ապա 20% ավելանում է, 110 դրամին պլյուս 20%։ Քննարկում ենք միած, որտեղ որ գործ ունենք կոպիտ ասած թալանչիների հետ, յուրացողների հետ, եւ մենք որևէ լուրջ քար չենք իրականացնում։ Ես սպանոզականից զարմացած եմ։ Աշնանային նստաշրջանում պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կրկին առաջադրեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը, որը արժանացավ падգամավորների մեծ մասի հավանությանը։ Իշխան Զաքարյանը այսօր այստեղ է, նշանակում է նա երաշխիքներ է ստացել, որ հատուկ քննչական ծառայությունը որևէ կարծիք չի արտահայտելու իր գործունեության, իր ունեցվածքի, իր կյանքի եւ կենսագործունեության վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն իր հերթին հանդես է եկել պատասխան երաշխիքներով։ Սերժ Սարգսյանի ներկայացրած մյուս թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար էր։ Փակ գաղտնի քվեարկության падգամավորներն այո ասացին նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, սակայն քվեարկության արդյունքները առեղծված մնացին падգամավորների համար։ Թեև բոլոր ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին արտահայտվել Կոստանյանի թեկնածությանը, դեմ քվեաթերթիկները 3-ն էին։ Մենք չենք վստահում Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված որևէ թեկնածուի, մենք կողմ չենք Սերժ Սարգսյանի ներկայացված որևէ թեկնածուի եւ դեմ ենք բնականաբար հետ։ Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի Նոթինգեմի դիպլոմով տեսակը։ Եվ ուրեմն ես կողմ դեմ եմ քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը։ Կառուցում ենք մեր Հայաստանը միասին։ Շնորհակալություն։ Մաքսային միություն մտնելու մասին սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանումներ տվեց падգամավորներին, որոնցից ընդդիմադիրները դժգոհ էին։ Ազգային ժողովում ամենաթեժ քննարկված օրինագծերից մեկը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի նախագիծն էր, որով կտրուկ բաշխացավ падգամավորների, կառավարության անդամների եւ հանրապետության նախագահի աշխատավարձերը։ Ես ինքս չեմ կարողանա նայել այն գործազուրկների աչքերին, որոնց մենք 3 ձեր քվեարկությամբ զրկեցինք 20,000 նպաստից 18,000 մարդու եւ ես չեմ կարողանա բացատրել, թե ինչու իմ падգամավորական աշխատավարձը պիտի լինի բարձր 12 գործակցով որպես հանձնաժողովի նախագահ, իսկ նրանցը ուսուցչինը բժիշկին ընդամենը 2.5-3 կամ 4 գործակցով։ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային կൂട്ടակային պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու հարցը քննարկելու համար ոչ իշխանական ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն եւ ՀԱԿ խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն քաղաքական մեծամասնությունը տապալեց նիստը, չներկայանալով նիստերի դահլիճ։ Ողջամտության սահմաններում ընդամենը մի տարով հետաձգում էինք առաջարկում։ Բարդ բան է ձեր համար։ Հետաձգում է։ Տալու շատ կարևոր բան, նախ աշխատանք հանրության հետ, մասնագիտական քննարկումներ, հնարավորություն որ ասես որ 10 տարի երբ որ մենք մասնագիտորեն ես դու բոլորը քննարկում ենք, մասնագիտական քննարկում չի եղել, հանրային քննարկում ես ու դու չենք քննարկում, ես ու դու դեռևս մասնագիտական քննարկում չենք քննարկում, սա կառավարական քննարկում է, ոչ մասնագիտական։
2013-ին ազգային ժողովում ամենասկանդալայինը հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկումն էր։ Նախ գարնանային նստաշրջանի ընթացքում պարզվեց, որ գազի գինը Հայաստանի սպառողների համար ապրիլից թանկացել էր, իսկ կառավարությունն այս փաստը թաքցրել էր։ Դեկտեմբերի 2-ին էր Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Գյումրիում ստորագրեցին համաձայնագիր, որով Հայ-Ռուսգազարդ ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը հանձնվեց Գազպրոմ ընկերությանը պարտքի դիմաց։ 2011-ից գազի գնի թանկացման հետևանքով կուտակված պարտքի առկայությունն էր բացահայտում հանրության համար։ Համաձայնագրի համաձայն մինչև 2043 գազի մատակարարման մենաշնորհը պատկանում է ռուսական Գազպրոմին։ Ռուսական կողմի հետ եկանք մի համաձայնության, որ մենք շարունակում ենք գազի գները Հայաստանում $180 համարժեք սահմանի գնից իրացումը անել Հայաստանում, մնացած մասը ինչ որ պայմանավորվածության կգանք նոր մտածել թե ինչ ենք անելու։ Ես երբեք չեմ ասել թե Հայաստանի համար գինը չի բարձրացել։ Մասնավորապես որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է չընդունել օրենքներ եւ այլ ակտեր, որոնք իրականում մեր ինքնիշխանության տարրերն են։ Համաձայնագիրը վավերացնելու համար հրավիրվեց ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքեց հանրապետական պատգամավորների քվեարկության էլեկտրոնային քարտերը։ Քվեարկությունը կազմակերպվեց ձեռքով, որի հաշվարկման օրինականությունը ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են վիճարկել դատական կարգով։ Մի քիչ էլ թվեր։ Համաձայն Parliament Monitoring.am կայքի տվյալների 2013 թվականին խորհրդարանի նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը, ամենաշատ ելույթներն ունեցել է Արծվիկ Մինասյանը։ Երկու նստաշրջանների ընթացքում ամենաշատ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանը, կողմ Կարինե Աճեմյանը։ Քննարկված օրինագծերն ամենաշատը վերաբերում են հարկային, պետաիրավական, տնտեսական եւ սոցիալական հարցերին։ Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները 2013-ի ընթացքում բազմիցս քննադատեցին քաղաքական մեծամասնությանը երկրի օրենսդիր մարմնի դերը նսեմացնելու համար։ Նրանց կարծիքով ազգային ժողովը դարձել է կառավարության ներկայացրած օրինագծերը դակող գործիք։ Ավարտեցիք։ Այո։ Ոչ։ 5-րդ գումարման ազգային ժողովը իր գործունեությունը կվերսկսի 2014 թվականի գարնանը։